Հարկ Նժդեհին, այսօր խոսելու եմ վախի գործոնից, մինչև վախի գործոնին անդրադառնալ, ես ուզում եմ մեր հարգարժան ունկնդրին և ունկնդիրներին, ովքեր մեզ օրեր շարունակ կոչեր էին անում, միանալ լույսի բանակին, լույս խառնում եմ մեկ-մեկ, այդ հավաքը տեղի ունեցավ և հիմա ես ուզում եմ, քանի որ արդեն աչքով տեսել եմ և ականջով լսել, ես իմ կողմից, իմ պատկերացումը կիսվել ձեր հետ, որպեսզի դուք չմնաք այդպես շատ պարզ, էլի, իրականում ամեն ինչ այդքան բարդ չէ, բայց բարդ ներկայացվում է և ամեն մարդ չէ, որ կարող է դա տեսնել այնպես, ինչպես որ կա։ Հիմա եթե նայում ենք այդ հանրահավաքին, առաջին իսկ զարնող բանը Նժդեհի նկար։ Նժդեհի նկար կիրառել են Սասնաձորը և Բևեռը, մինչև օրս։ Մեր բոլոր երթերին սկզբից Նժդեհի այն պաստառն է, որտեղ մի քանի Նժդեհի նկար կա։ Երկրորդ, Քարյակի, Կրեմլի, Կվարտետ կասեք, Կվադրո կասեք, Լևոն, Ռոբերտ, Սերժիկ, Նիկոլ։ Քարյակի նկարն է և իրենց վրա խաչ-քաշած։ Չէ, տեսանք, ամսի 12-ի ձեր լույսի բանակի միջոցառմանը, ոչ նախկին, ոչ ներկա։ Հիմա դառնամ երևույթին։ Անցած տարի, նախանցած տարի, 2-3 տարի անընդհատ Բևեռը ինչքան միջոցառում կատարել է, անգամ շուրջօրյա նստացույցեր, որ Ազատության հրապարակում կատարել է, այդ պաստառը դրված է եղել, այդ Քարյակի, խաչ-քաշած։ Այդ տղերքը որտեղ էին, եթե իրենք ինքնուս, ինքնաբուխ, այլ կենտրոններից չեն կառավարվում։ Լավ, մենք դա անում էինք, իրենք կային, իրենք հո անչափահաս չէին, ասենք, այնպես չէ, որ 14-15 տարեկան էին 3 տարի առաջ, հիմա այս տարի դարձան 18 տարեկան չափահաս, արդեն կարող են քաղաքականությամբ զբաղվել, ուստի որոշեցին իրենք սկսել։ Հայտարարությունները, որ մի նոր բան են անում։ Եթե իրենք անկեղծ են ու այդ նույն պաստառներով են գործ անում, այդ պաստառով զբաղվող թիմի հետ ինչու չեն միավորվում։ Հարգելի ունկնդիր, ոնց կարող եք բացատրել։ Այն մի ծծկել կա, չէ՞, Գուրգեն Սիմոնյան, երբ որ խոսում է, ամբողջությամբ մի փոքր տեղ է թողում, Արա Պապյանի խոսույթն է օգտագործում։ Նայել։ Մի քիչ թողում եմ, որ հենց որ եթե Աստված մի ասե, հանկարծ չհաջողվի իրենց ինչ-որ մի բան փոխեն, այսինքն բան փոխվի իրենք գան, իրենք այդ 10%-ով, ասենք, եթե 90% Պապյանի խոսույթն է, 10%-ն են հետո առաջնորդելու, պետք է ասեն այն չստացվեց։ Հասկացաք, չէ՞, այդ նիկոլական խավը։ Այսինքն Չիբուխչյանը ում հետ որ հիմա զբաղված է, այդ Գուրգեն Սիմոնյանը, չէ՞ անուն, հա։ Հասկանում եք, հիմա տեսեք ինչ է տեղի ունենում։ Սրանք վերցրել են այս 12-ի հավաք կազմակերպողները Բևեռի պաստառները, լոզունգները, ոչ նախկին, ոչ ներկա խոսույթը, նայել վերցրել է քաղաքական բան, նպատակը, խոսույթը, այդ Գուրգեն Սիմոնյանը։ Հիմա սրանք ես ենթադրում եմ, որ սա պատահաբար չի ստացվել, մի օր սրանց, երբ որ բանը տեսնեն արդեն դուրս է գալու կոնտրոլից, սրանց պետք է միավորեն։ Միավորելու են և հանրային հեռուստատեսությունը լուսաբանելու է սրանց։ Ամբողջությամբ իրենք ստեղծվել են մի նոր կառույց, որը գրեթե ամբողջությամբ թե պաստառներով, թե լոզունգներով, թե արտաբերած մտքերով հիշեցնելու է Բևեռին։ Բայց սրանց լուսաբանելու է ՀՄԿ և ոչ միայն ՀՄԿ։ Ու սրանց ժողովուրդը ճանաչելու է, բայց Բևեռին, որ տարիներ, անգամ տասնյակ, այդ խոսույթով եկել են տղերքը մինչև մեր միանալը, երբեք հնարավորություն չեն տվել լուսաբանելու, ժողովրդից միշտ գաղտնի են պայել, հիմա այն մարդիկ կան, մարդկա ասում են Բևեռ, ասում են ինչ է։ Դու պատկերացնում եք ում ասես լսել են, չէ՞։ Դոգա, մոգա, չգիտեմ, եսի ինչա, Վահագնի դստրիկ կլսեն, այն մեկին կլսեն, Չիբուխչյան կլսեն, Նիկոլը քանի սազանդար ունի, մի քանի տասնյակ, չէ՞։ Բոլորին լսում են։ Բայց ասենք այն թիմը, որ չի կառավարվում
ասենք Բաքվից, Անկարայից, Մոսկվայից, դրան չեմ լսում, որովհետև մատուցող չկա։ Այդ մեր բևեռի ալիքն է YouTube-յան, հա, կամ Facebook-յան, այդ է։ Դրանով քանի հոգու կարող ենք մենք գայթակղել կամ լսարան ապահովել, բարդ է։ Հիմա ես համոզված եմ, որ սրանց միավորելու են եւ լրատվականները սրանց լուսաբանեն։ Հետո սրանք դառնան ժողովրդի սիրելի, հետո սրանց միջոցով, եթե իշխանություն վերցնեն սրանք, Նիկոլը փրկվի։ Բայց ես ասեմ, սրանք մենակ ասում են։ Սրանք չեն կարող գնալ արևմտյան աշխարհի գերտերությունների, օրենսդիրների, իրավագետների կամ կառավարության անդամների, նախագահների, փոխնախագահների, սենատի նախագահների հետ հանդիպել։ Մեծ աշխարհը, քաղաքակիրթ աշխարհը, մեծ բևեռին ճանաչում է, որովհետև մենք որ գնացել ենք մեր դարդը պատմել ենք, ասել ենք թե ռուսներն ու թուրքերը ինչ են պատրաստվում մեր գլուխն անել։ Դրանք հասկանում են, որ մենք Կրեմլի կողմից չենք ուղարկվել։ Հիմա սրանք էս այդ լույսի բանագի տղերքը կամ նրանք կարող են գնալ արևմուտքում ինչ-որ մի բան բանակցել իօքուտ Հայաստանի։ Չեն կարող, որովհետև այն կենտրոնները, որոնք սրանցով զբաղվում են, թույլ չեն տա։ Եթե իրենք չեն միացել մեզ, մենք ենք սկսել այդ ամեն ինչը, հասկանում եք։ Ուրեմն իրենց խանգարող բան կա։ Իրենք ուղղորդվում են այլ կետերից, այլ կենտրոններից։ Սա ուղղակի ասեցի, որ հասկանաք, թե ինչ է տեղի ունենում։ Վախի գործոնը։ Ուրեմն Հմեկի Պետրոսը կլինի, թե Լևոն Տեր-Պետրոսյանը մի հատ կարպիս ունի, որ գիշեր ցերեկ Ադրբեջանի խերն ու բանն է երգում։ Լևոնի պես էլ դες տաղայք պայք բան, հանգարց թուրքից բան չուզեք։ Այնպես են նկարագրում, ասում է, որ դուք Թուրքիայից պահանջ եք ներկայացնում, չեք վախենում, որ ես էլ ձեռնոցդ խլի։ Համ Պետրոսն է այդպես խոսում, համ այդ կարպիսը։ Երբ որ դու ձևակերպում ես Թուրքիայից կամ Ադրբեջանից բան ուզել, արդեն քո այդ ձևակերպումը խախտվում է իրավական դաշտում խախտում է։ Մենք Թուրքիայից բան չենք ուզում։ Դուք ինչու եք ներկայացնում, որ մենք Թուրքիայից բան ենք ուզում։ Այդ Թուրքիան է մեզանից տարել։ Մենք Թուրքիային ասում ենք, որ դու քո զավթած օկուպացրած հայկական հատվածներից հետ կաշվի։ Ոչ թե ասում ենք քո բանը Կոստանդնուպոլիսը մեզ տուր, դա էլ հույներին է տալու, վաղ թե ուշ։ Մենք ասում ենք մեզան ճիշտ տարես հետ վերադարձրու։ Մենք Թուրքիայից բան չենք ուզում։ Այդ դուք եք այդպես ձևակերպում, որ Թուրքիայից ու Ադրբեջանից Ղարաբաղ եք ուզում, Նախիջևան եք ուզում։ Չէ՞ դա մերն է։ Թուրքիային չի, ոչ էլ Ադրբեջանին է։ Եթե դու ձևակերպում ես Թուրքիա կամ Ադրբեջան, դու արդեն հանցագործություն ես կատարում։ Ինձ էլ սարքում ես հանցագործ քեզ հետ հավասար, որ ես դարձնում ես ինձ օկուպանտ։ Մեկ։ Ինչու եք վախեցնում անընդհատ ժողովրդին։ Վայ, ձեն չանեք։ Ալիևն ինչ ուզի տվեք, թե չկռիվ կանի, ասեմ ոնց որ Նիկոլն էր ասում, չէ՞, այնտեղ ասում էր, համից տեղից դուրս գամ, գնամ, ասեմ, չկա, ոնց որ շոր մի հատ բանի էլի, այնպես բան հանցավոր աշխարհի բան աներ, էլի, ոնց որ մեկը բանի հանցավոր բանի գլխավորի կողմից եկել էր, ասում էր, եթե դուք այս հարցերս չլուծեք, գնամ, ասեմ, վերջ։ Այս հարց ուրիշ ձև կլուծվի։ Երկրի ղեկավարի խոսույթ, պատկերացնում եք։ Հիմա ամբողջ տեղից վեր եք անում վախեցնում է։ Հիմա լավ երեք հասկանանք, էլի, եթե պետք է մենք վախենանք, թե փոքր ենք, թե քիչ ենք, դա կապ չունի։ Աշխարհում մենակ մենք ենք փոքր։ Մենակ մենք ենք քիչ։ Հա? Եթե այդ տրամաբանությամբ աշխարհը կառավարվեր, այսօր պետք է փոքր պետություն չլիներ։ Խոշորները պետք է խժռած լինեին, հետո այդ խոշորներից էլ ով ավելի խոշոր է նրանց խժռել, այդտեղ իրար ուտեին, վերջում մնար մի պետություն։ Մոլորակը դառնար մի պետություն։ Բայց այդպես չէ։ Չէ՞։ Աշխարհում մենակ Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան, Հայաստանը չեն, էլի, որ այն իրար հետ են, Հայաստանն էլ մենակ է, ճար չունի, պետք է ենթարկվի։ Աշխարհում էլի պետություններ կան, չէ՞։ Կան, չէ՞, որ Սյունիքը չեն կարողանում տանեն։ Այդ պետությունների շնորհքն է, չէ՞, որ դիտորդներ են ուղարկել, որ դեսպաններ են ուղարկում մերթ այդ Սյունիքում զբոսնելու, ցույց տալու, որ մենք ստեղ ենք։ Դուք ինչու եք ձեզ մենակ կարծում, կամ Պետրոս, ինչու ես մեզ մենակ նկարագրում, որ մենք մենակ ենք, թույլ ենք։ Դրա համար Ադրբեջանը ինչ ասի, Ադրբեջանն էլ ասում է, 10 կետը կանեք, լավ կլինի 10 կետն ասում եք, պատրաստ ենք անել, ասում է, չէ, այս 9-ն էլ պետք է անեք, ասում եք, այդ էլ կանեք, ասում է, չէ, այն էլ պետք է անենք։ Նիկոլն ասում է, Ադրբեջան, Արցախը քոնն է, որ իբր խաղացում է, բայց Ալիևը նորից ասում է, չէ,
Արևմտյան Ադրբեջան կա, Երևանը, Գյոքչան, չգիտեմ, Բասար Գեչարը։ Հասկանում եք։ Խեղճությունը, տկարությունը դա կործանում է։ Հիմա Գերմանիայում, որ ասենք Ալիևը, որ Եվրոպայում, որ Գերմանիայի նախագահի հետ տարիներ առաջ, մի երկու տարի առաջ խոսելուց, որ ասեց, բան Արցախը, Ադրբեջանի Արցախը, բան Գերմանիայի նախագահը այն ժամանակ ասեց, բայց Արցախը չի ճանաչվել Ադրբեջան, դու ո՞նց ես արտահայտում, ասում է, Նիկոլն ասեց։ Այսինքն ինքը ոչ մի իրավական փաստաթղթի հղում չարեց։ Իրենք Նիկոլին կամ առել են կամ վախեցրել են, եւ Նիկոլի խոսույթը դարձել է օրինաչափ։ Այսինքն եթե Նիկոլն ասեց Արցախն Ադրբեջան է, վերջ դա միջազգային կատեգորիա է, Նիկոլի ասելը։ Պուտինն էլ էր, չէ՞, Սերժիկի օրոք դեռ ասում էր Արցախը եւ նրա շրջակա բոլոր տարածքները եղել եւ մնում են Ադրբեջանի անբաժանելի մաս։ Դա Պուտինի խոսույթն էր մինչեւ Նիկոլի գալը։ Հիմա Նիկոլն է գավ, ասացին տղա ջան, դու էլ կրկնի Պուտինի ասածը։ Պուտինի ասածը Նիկոլը կրկնեց, ասեց Արցախն Ադրբեջանը, մեկ էլ տեսան դե որ Նիկոլն ասում է Արցախն Ադրբեջանը, ես ինչ պետք է անեմ։ Ոնց որ հետ չէր ասել որ Արցախն Ադրբեջան է։ Այսինքն Նիկոլի ասելը Պուտինի համար շատ կարևոր է, շատ իմիջային է։ Այսինքն եթե Պուտինն ասել Բաքուն բանը, Նիկոլն ասել Բաքուն Հայաստանը, Պուտինը պետք է ասել դե որ Նիկոլն ասում է ուրեմն տենց է։ Մերքը գցեցին այս բանի, ծախված, վիժված կապուշի վրա։ Ու ինքն էլ ընդունում է, որովհետև ինքը կամք չունի, ինքը հայրենասիրություն չունի, ինքը մեր պատմությունը չի ուզում լսի, չի ուզում Վարդան Մանուկոնյանի մասին լսի, չի ուզում Պապ Թակավորի մասին լսի, գնում է Պապ Թակավորի մասին մտամ երկու տող կարպը, գալուց ասում Պապ Թակավորը գերազեր, որ մենք ասես պետություն ունենք այս սահմանները բան։ Դու վիժված Պապ Թակավորը սրա տասնապատիկը ազատեց Հռոմից ու Պարսկաստանից, հետո նոր խաբեությամբ, այնքան դուխ չուներ ոչ Հռոմը, ոչ Պարսկաստանը, այդ մարդուն խաբեությամբ տրան գլուխ կերան։ Իսկ քեզ երկու կոպեկ եմ տվել, ձեռդ ասում են ավիրի, ավերում ես։ Եվ ժողովուրդն վախեցնում ես։ Վախով ոչ մի հարց չի լուծվում։ Մարդուն վախեցնում են այն դեպքում, երբ որ իրավական ճանապարհով չեն կարող այդ մարդու սեփականությունը ձեռից խլեն։ Վախեցնում են, որ այս մարդը կամովի հանձնի, հետո էլ ասում են, այդ մարդը ինքն է տվել, մենք բան չունենք։ Վախեցնում ստիպում են, հետո էլ ասում են, տեսեք ինքն ասեց, ոնց որ Նիկոլասը ասեց, դա Ադրբեջան է, վերջ ուրեմն Ադրբեջան է։ Երբ որ տեսնում են իրավական, քաղաքական, ռազմական ճանապարհներով չեն կարողանում մեզանից կորզել մեր ունեցվածքը, վախը դա է։ Հիմա Նիկոլական։ Ես մտնում եմ քո տուն, օրինակ։ Քեզ վախեցնեմ, սպառնամ, ասեմ, այս տունը իմն է։ Ինչ ես անելու։ Պետք է ենթարկում ես, թե դիմադրելու ես։ Եթե կդիմադրես, կասեմ, դե դեց Ալիևին դիմադրի։ Ինչ ես ինձ դիմադրում։ Վաղ թե ուշ Ալիևը գալու է քո տունը տանի։ Հասկանում եք։ Գոյություն ունի ՄԱԿ միջազգային դատարան։ Հիմա այդ նույն Տրամպը եկավ դարձավ նախագահ, այս բանի Նիկոլի պես մտածում էր, որ այդ ամերիկան իր սեփականությունն է, իր տանկն է, ում վրա ուզի կքշի։ Դրել էր դեի վրա, ոնց որ Նիկոլն է ասում։ Բանա Կանադան միացնեմ 51 նահանգ անեմ, Մեքսիկան միացնեմ 52 նահանգ անեմ, Գրենլանդիան վերցնեմ, չգիտեմ եսի ինչ անեմ, թուրը հանել էր սենց բաներ անում։ Եվ աշխարհի թիվ 1 պետությունն է։ Բայց ինչի Կանադան չվախեցավ ասել, վայ, որ ուզում է տանկ, հələ տենանք ինչ է ասում, գոնե կեսը տանկ, որ մեզ չնեղացնի, կամ այդ նույն Մեքսիկան, կամ Գրենլանդիայի տերը, այդ ինչ մի թափ ունի այդ պետությունը։ Սովորական շարքային պետություն է։ Ոչ մեկ չվախեցավ Տրամպից։ Ասեմ ավելին, ծաղրեցին։ Ամբողջ մարդկությունը ծաղրեց Տրամպին։ Իր այդ պահվածքի համար։ Լուրջ չվերաբերվեցին։ Իսկ դուք Նիկոլին լուրջ եք վերաբերվում, որ Ալիևն ասել է գնա ասա գալու եմ, հեսա թուրս անեմ, այս անեմ, այն անեմ, շուշուտ, ինչ կա չկա տվեք ինձ։ Թե չէ։ Փոխանակ ծաղրեք, փոխանակ վիզը պոկեք, Ալիևին հայհոյեք։ Հասկանում եք։ Խեղճացել եք։ Էս ինչ բան է։ Ուրեմն լսեք։ Արցախն էլ է Հայաստան, Նախիջևանն էլ է Հայաստան։ Վիլսոնյան Հայաստանն էլ ենք վերցնելու։ Դրանից հետո աշխատելու ենք Կիլիկիայի վրա։
Իմացաք, այս ովքեր Բաքվից լսում են, մեր ալիքները Բաքվից շատ են լսում, այդ իմացեք, ձեր ու ձեր Նիկոլի կյանքը երկար չի լինելու, ու այն մարդիկ, ովքեր Նիկոլին աջակցել են, ովքեր շարունակ Նիկոլի հետ հավասար ժողովրդին վախեցնում են, համոզում են, որ մենք պետք է տանք, մենք տվող ենք, մենք ստացող չենք, տանք բրձնենք, դուք եք պատասխան տալու, ձեզ չթվում որ դուք Նիկոլից պակասնեք, ՀՀ կառավարություն, խորհրդարանում մեծամասնություն, դուք հավասար ձևի պատասխան եք տալու, Փարքներդեհին, սա այնպիսի խոսքեր չէր, Հայաստանում ամեն ինչ մենակ ներսում չի, մեր այսօր Սյունիքը արտաքին մենք չենք պահում, Նիկոլ վաղուց կասել եկեք անցեք, գնացեք, տարեք, բերեք, ինչ ուզում եք արեք, ուզում եք զորքը հետ քաշեմ, ուզում եք մեր զինվորին Ադրբեջանի հագուստ հագցնեմ, այնտեղ շարեմ, ինչ եք ուզում, ոնց ուզեք կանեմ, Նիկոլը այդ կենթանին է, այդ Սյունիքը պահում են արտաքին ուժերը, ուրեմն մենք պետք է հաշվի նստենք արտաքին ուժերի հետ, մեր երկրում Նիկոլը արդեն 10%-ից ցածր վարկանիշ ունի, այսինքն ժողովուրդ դու չես Նիկոլին պահում, Նիկոլին պահում է Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, որպեսզի մենք կարողանանք Նիկոլի հարցերը լուծել, մենք պետք է հակակշիռ բերենք դրսից, արևմտյան աշխարհից, Ֆրանսիա, Ամերիկա եւ այլն, հասկացաք, երկրի ներսում Նիկոլ Պուտին, Նիկոլ, չգիտեմ, այնտեղ Քոչարյան, Նիկոլ սա, Նիկոլ նա, այդ եղանակով, այդ ճանապարհով խնդիրը չի լուծվելու, խնդիրը լուծվելու է արտաքին եւ ներքին ընդհանուր պայմանավորվածությունների արդյունքում, ու մենք ուղղակի ջուր չենք ծեծում, դրա համար պետք է արտաքին եւ ներքին գործողությունների համադրում լինի, ոչ նա պետք է առաջ ընկնի, ոչ նա պետք է հետ ընկնի, հասկացաք, համ ներսում պետք է պատրաստ լինենք, համ դրսից եկած պահին, որ համագործակցությունը տեղի ունենա, սա ենք անում մենք, ոչ թե նստած ջուր ենք ծեծում, ուղղակի ասում ենք, անցնում ենք առաջ, հեսա Ալիևին սա կպատժի, հեսա Ալիևին նա կպատժի, եթե դու ասում ես ամեն ինչ Ալիևինն է, Ալիևին ոչ ոք չի պատժելու, դու եթե ամեն ինչ տալիս ես Ալիևին, ճանաչում ես Ալիևի, էլ նրան ինչի համար պետք է պատժեն, որ մեղքի համար, քեզ պետք է պատժեն, որ դու Ալիևից խլել էիր, խելքի եկեք, խելքի